Ավետարան ըստ Հովանու, գլուխ 12։ Եվ Հիսուսը զատկից 6 օր առաջ եկավ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից հարություն տվավ։ Եվ այնտեղ հացկերություն արին նրա համար։ Եվ Մարթան ծառայում էր, եւ Ղազարոսը նրա հետ սեղան նստողներից մեկն էր։ Մարիամն էլ 1 լիտր նարդոսի ազնիվ մեծագին յուղ առավ։ Հիսուսի ոտները օծեց եւ իր մազերովը սրբում էր նրա ոտները, եւ տունը լցվեցավ յուղի հոտովը։ Եվ ասեց նրա աշակերտներից մեկը, Հուդա Սիմոնյան Իսկարիովտացին, որ նրան մատնելու էր. «Ինչու համար այդ յուղը 300 դենարի չծախվեցավ եւ աղքատներին տրվեցավ»։ Բայց սա ասեց ոչ թե որովհետեւ աղքատների համար նրա հոգն էր, այլ որ գող էր եւ քսակը ուներ եւ ընկածը պահում էր։ Հիսուսն էլ ասեց. «Թույլ տուր դրան, նա իմ պատանքի օրվան համար էր պահել այդ, որովհետեւ աղքատներին միշտ ձեզ հետ ունիք, բայց ինձ միշտ չունիք»։ Եվ հրեաներից շատ ժողովուրդ գիտած, թե նա այնտեղ է, եւ եկան ոչ թե միայն Հիսուսի համար, այլ որ Ղազարոսին էլ տեսնեն, որին մեռելներից հարություն տվավ։ Քահանայապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն, որովհետեւ հրեաներից շատերը նրա պատճառովը գնում էին եւ հավատում էին Հիսուսին։ Նրա հետևյալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տոնին, երբ որ լսեցին, թե Հիսուսը գալիս է Երուսաղեմ, արմավի ծառերի ճղեր առան եւ դուրս գնացին նրա առաջին, աղաղակում էին. «Ովսաննա, օրհնյալ է նա, որ Տիրոջ անունով գալիս է, Իսրայելի թագավորը»։ Եվ Հիսուսը մի ավանակ գտավ եւ նրա վրա նստեց, ինչպես գրված է, թե «Մի վախենար, Սիոնի աղջիկ, ահա քո թագավորը գալիս է էշի ավանակի վրա նստած»։ Եվ նրա աշակերտներն առաջ չիմացան այս բաները, բայց երբ որ Հիսուսը փառավորվեցավ, այն ժամանակ հիշեցին, թե այս նրա համար գրված էր, եւ այն բանը արին նրան։ Եվ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, թե Ղազարոսին գերեզմանիցը դուրս կանչեց, եւ մեռելներից հարություն տվավ նրան։ Եվ նրա համար էլ ժողովուրդը գնաց նրա առաջին, որ լսեցին, թե նա արել էր այն նշանը։ Բայց փարիսեցիներն իրար մեջ ասում էին. «Տեսնում եք, որ ոչինչ օգուտ չունիք, ահա աշխարհը նրա ետևից գնաց»։ Եվ կային ոմանք հելենացիք նրանցից, որ եկել էին այնտեղ, որ երկրպագեն այն տոնումը։ Նրանք եկան Փիլիպոսի մոտ, որ Գալիլեայի Բեթսայիդայիցն էր, նրան խնդրում էին եւ ասում. «Տեր, կամենում ենք Հիսուսին տեսնել»։ Փիլիպոսը գալիս է Անդրեասին ասում։ Անդրեասը եւ Փիլիպոսը ասում են Հիսուսին։ Հիսուսն էլ պատասխանեց նրանց եւ ասեց. «Ժամը հասավ, որ մարդի որդին փառավորվի։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի եւ մեռնի, ինքը մինակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերե։ Իր անձը սիրողը կկորցնե նրան, եւ իր անձնատողը այս աշխարհքումը հավիտենական կյանքի մեջ կպահե նրան։ Եթե մեկը ծառայե ինձ, թող նա իմ ետևից գա, եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտոնյան կլինի։ Եթե մեկը ծառայե ինձ, հայրը կպատվե նրան։ Հիմա իմ անձը խռոված է, եւ ինչ ասեմ, հայր, ազատիր ինձ այս ժամիցը։ Սակայն իսկ սրա համար եկա այս ժամի մեջ։ Հայր, փառավորիր քո անունը։ Եվ երկնքիցը ձայն եկավ, թե փառավորեցի էլ եւ դարձյալ կփառավորեմ։ Եվ ժողովուրդը, որ կանգնած էր եւ լսում էր, ասում էին. «Որոտմունք եղավ», ուրիշներն ասում էին. «Հրեշտակ խոսեց նրա հետ»։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց. «Այս ձայնը ոչ թե ինձ համար եղավ, այլ ձեզ համար։ Հիմա դատաստան է այս աշխարհքի, հիմա այս աշխարհքի իշխանը դուրս կգցվի։ Եվ ես, երբ որ բարձրանամ երկրիցը, ամենքին կքաշեմ ինձ մոտ»։ Եվ այս ասում էր, որ ցույց տա, թե ինչպիսի մահով պիտի մեռնի։ Ժողովուրդը պատասխանեց նրան. «Մենք օրենքից լսեցինք, թե Քրիստոսը հավիտյան կկենա, եւ դու ինչպես ես ասում, թե պետք է մարդի որդին բարձրանա։ Ո՞վ է այն մարդի որդին»։ Հիսուսն էլ ասեց նրանց. «Մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեզ հետ է։ Գնացեք, քանի որ լույսն ունիք, որ խավարը ձեզ չհասնե։ Եվ խավարումը գնացողը չգիտե, թե ուր է գնում։ Քանի որ լույսն ունիք, հավատացեք լույսին, որ լույսի որդիք լինիք»։ Հիսուսը այս բանը խոսեց եւ գնաց թաքցվեցավ նրանցից։ Եվ թեպետ նա այնքան նշաններ արել էր նրանց առաջին, նրանք չէին հավատում նրան, որ Եսայիա մարգարեի խոսքը կատարվի, որ ասեց.
Տեր, ով հավատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ։ Նրա համար չէին կարողանում հավատալ, որ Եսայիան դարձյալ ասում է. նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը թմրացրեց, որ աչքով չտեսնան եւ սրտով չիմանան եւ դառնան եւ ես բժշկեմ նրանց։ Եսայիան սա ասաց, երբ որ նրա փառքը տեսավ եւ նրա համար խոսեց։ Բայց եւ այնպես իշխաններիցս շատերը հավատացին նրան, սակայն փարիսեցիների պատճառովը չէին դավանում, որ ժողովարանիցը դուրս չգցվին, որովհետև մարդկանց փառքն ավելի սիրեցին, քան թե Աստծո փառքը։ Եվ Հիսուսը աղաղակում էր եւ ասում. «Ինձ հավատացողը չէ, թե ինձ է հավատում, այլ ինձ ուղարկողին, եւ ինձ տեսնողը ինձ ուղարկողին է տեսնում։ Ես լույս եկա աշխարհը, որ ամեն ինձ հավատացողը խավարի մեջ չմնա։ Եվ եթե մեկն իմ խոսքերին լսե եւ չհավատա, ես չեմ դատիլ նրան, որովհետև ես չեկա, որ աշխարհը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհը։ Ինձ անարգողը եւ իմ խոսքերը չընդունողը ունի իրան դատողին։ Այն խոսքն, որ ես խոսեցի, նա կդատե նրան հետին օրը, որովհետև ես իմ անձիցը չխոսեցի, բայց ինձ ուղարկող Հայրը նա պատվեր տվավ ինձ, թե ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խոսեմ։ Եվ գիտեմ, որ նրա պատվիրանքը հավիտենական կյանք է։ Ուրեմն ինչ որ ես խոսում եմ, ինչպես Հայրն ասեց ինձ, այնպես եմ խոսում»։